ծախինել, սի բոլորին շատ եմ սիրում, շատ։ Երև կանգնած է աղջկան որդուն սիրուն անգամ ու քարտուղարին, ոնց է քս նստում ու շողոքորթում, որտեղ մի պատար չաղու յուղալի կանգնած է այնտեղ նայեր գողալի, բոլա։ Ինչ երազանք, ես 65 տարեկան եմ, էլի երազանք ինձ։ Ամուսնանալ, ասма չեմ ամուսնացել, ճիշտ էլ արել ես, որ չես ամուսնացել։ Երեխաներ Մոզրովում չկան, ինչպես նաև դպրոց, խանութ, հիվանդանոց, ճանապարհ, աշխատանք, ոռոգման ջուր եւ ապագա։ Կամ մի մեծ քարանձավ ներանձավային գոյացություններով մի արջ, որ կերել է մեղվապահ Հակոբի մեղրն ու 5 մշտական ընտանիք։ Մոզրովը միայն ամուսիններով է բնակեցված։ Բոլորն էլ մարդու կնիջ են, նես չի որ։ Լավ էլի, եկ։ Ժամանակի ընթացքում մոզրովցիները թողել են իրենց գյուղը, մեկը հասել է հարևան Արփի, մյուսը Գնիշիկ, Եղեգնաձոր, ում բախտն ավելի է բերել Երևան ու Մոզրովից 2890 կիլոմետրային կողմ ցուրտ Սկանդինավիա։ Շատ լավ է։ Այս երթուղին են ընտրել մեղվապահ Հակոբի թոռները։ Աղջկանս երեխեքը Շվեդիա են, Արդաշատ Սուեդ ամուսնացել է, գնացել են Շվեդիա, 14 տարի է։ Հակոբն իր կյանքից դժգոհ չէ, ասում է, համ սիրել է, համ աշխատել է, համ տուն է պահել։ 90 թվի է, ես իմ 93 թվի է, չէ։ Ընկերների հետ ժամանակին Սև Ժիգուլիով բարձրացել է Գնիշիկի սարերը քեֆ է արել, հիմա էլ Ագարակաձորում անասնաբույժ է աշխատում, Արփի գյուղում նամակատար է, Մոզրովում էլ մեղու է պահում, ուրիշ բան է պատմում տիկինը, Գոհարը։ Մի ասա է լավ ապրել, ասա տանջանքով ապրել են, հանգիստ չեն կլել։ 45 տնտեսություն էլ բոլորը քնած են էլ, ես հələ ոչխար եմ գտել։ Դու բդի բողոք ես ոչ։ Բդի բողոք ես ոչ դու։ Լավ էլի, Հակոբ, չեմ բողոք։ Մի հատ հոր կուրուներ, ասեց դու մեր Գոհարին սիրում ես, ասիմ հա, դե քնա փախծրի վեկալ տար, ասիմ ախր հələ անչափահ ասա, էլի, բան կդանեն, կդադեն, բան, հա, ասեց ովա դադիլո ասես ես դադավորնել եմ ես, դադախազնել։ Դժվարություններ են քաշել, փոքր ժամանակ ամուսնացել ոչ մի բան չես հասկացել։ Այդ փոքր տարիքում ամուսնացել եմ, ոչ մի բան էլ չեմ հասկացել։ Չի կարա ասեիք, չէ ու վերջ։ Չէ, այդպես բան չկար։ Գրադարանավար եմ սովորել։ Հա։ Ավելի հետո աստիճանաբար կբարձրացնե, բայց ոչ մի բան էլ չի, հենց այդ է։ Ամուսնացել ես եւ վերջ, արդեն երեխա տել ես, դու պետք է երեխիդ պահես։ Իսկ իր անասնաբույժի դիպլոմով մեղվապահ Հակոբն այնուամենայնիվ հպարտանում է։ Ես ասում եմ եկնանք ես կորձնանենք, ինքը ասում է չեմ գալիս, գնում եմ ես կորձնանեմ, այ աղջի դեն ծլիլ չի, տալիս ինձ, պիտի մասնագետին լսես։ Մասնագետը դուք եք։ Բա իհարկե ես եմ, ինքը 10-րդ դասանը վերջացրել այ ու էջել մեր տունը։ Բա ինչի չեք համոզել, որ շարունակի կրթությունը։ Վաղտը մոդա չէր։ Տարիների ընթացքում վեճերը մարել են, մնացել է դրանց կոմիկական վերարտադրումը այդ տեղերում հազվադեպ պատահող հանդիսատեսի համար։ Վաճառված 5 կիլոգրամ մեղրը 18000 դրամ է բերում։ Միանգամից մեծ գումար ձեռքին ունենալ չի ստացվում, իսկ ինքն ուզում է վերանորոգել տունն ու արևային կայան տեղադրել։ Երես 93 տարեկանումը անցկացած տարի մահացավ։ Համոսահյանն էլ, ջիվանն էլ, անկիր ասում էր, նա որ ելել է Շարագան աշխարհում երբեք թաստեղ չի քնում։ Գիտի թե ում հետ եւ ուր է գնում, ում մեռելին է անարցունք լալիս, ում խոսքի վրա ստից ծիծաղում, ում հետ դիժնստած նարդի է խաղում, հարկ եղած դեպքում ուտանել տալիս։ Վերից է նայում ցածրում կանգնածին, չի նայում երբեք ներքև ընկածին։
Չնայած ամեն ինչին մեղվապա Հակոբը գոհ է իրեն ու տիկնոջը տված կյանքից ու գործն անում է անշտապ, վստահ, որ վաղվա օրը նույնն է լինելու։ Միտուն այն կողմ ապրող հարևան Արմենակը զերծ է մնում պոետիզմից ու լավատեսության հիմք չունի։ Այդ գաթայից օգտվեք, գյուղի գաթայա։ Այս գյուղը թազա գյուղ կլի ես կտենամ, հաստատ չի լի։ Այս գյուղի ես ճանապարհը ասֆալտ կլի ես կտենամ։ Իհարկե կարելի է։ Դե կարողալի ես չտենամ, բայց հնարավոր է։ Ճանապարհի հարցը գուցեև կարգավորվի ու դեպի դատարկվող մոզրով տանող ճամփին կատարյալ հարթ ասֆալտ կլինի։